Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի հետ գործընթացների հետ կապված գիտեք որ մեզ պետք է մենք հետաքրված ենք որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա իսկ մեր այսինքն ծրագրերի հետ կապված որևէ դեպքում էլ որևէ սպառնալիք չի լինի։ Պարոն Ռուբինյան, քանի ուղու հետ կապված, քանի որ շատ է խոսում երրորդ երկրների հետաքրքրվածության, հա, մասին, որ ասում են տարբեր երկրներից ազդակներ կան, Իսպանիայի նկատում եք օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան ինչ մակարդակով են հետաքրքրվածություն ձեռք բերում։ Հետաքրքրվածությունը ինչ իմաստով։ Որպես մասնակից, որպես Եթե նկատի ունեք բիզնես պրոյեկտի մասնակից, նման քննարկում չկա, որովհետև տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIP ընկերությունը եւ հիշեցնեմ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկյա եւ այլ ինչ որ երկրյան եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակ են մասնակցում բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Վրաստանը Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը եկեք սենց անենք, եկեք ներողություն մի վարքյան, եկեք սենց գնանք, էլի։ Ձեր գավաթեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում։ Դիվանագետ արտգործի նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս Լավրենտյանի հրավերով անդրադարձել է նախագծին եւ այդտեղ վերստին միջանցք է տեսել եւ այսպեսի նկատառում է հայտնել այս միջանցքը Հայաստանի մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու։ Դրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Լավ կարելի է գոնե նման գործարքի համաձայնվելիս առնվազն 50% մասնաբաժին ստանալ։ 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համով կանանց։ Շատ լավ, ստեղ երկու հարց ունեմ։ Նախ երկու մասի, հա, բաժանենք երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ միջանցք, այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջի 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկրի թե ոչ։ Ընթացակարգեր արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չլինելու։ Կհամաձայնեք, որ հիմնական մեզ 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք, էլի թողեք ավարտել։ Հետևա ու մի 1000 անգամ գրված է, որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթղթը բոլորը կարող են կարդալ։ Հետևաբար անհնար է այստեղ միջանց տեսնել։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50, գոնե 50% հա վերցնենք, բայց իրանք երբ որ գույք պատկի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնում։
Կարող բացատրել, ինչ է 100%։ Իվարկյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն TRIP-ը կարող է 100% ամերիկյան լինել։ Տեսական։ Դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէ դուժելու։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ի չեմ հիշում քանի տոկոս է, ինչ որ բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության նպատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը ինչի է Հայաստանը 26% ունենալու ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ TRIP ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն բարձր հարկեր, տուրքեր եւ այլն ստանում։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Ասում են պարոն Օսկանյանի օրոք մեր Հայաստանում ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է այլ պետության 100%-ով, թող հեքիաթներ չպատմեն։ Պարոն հաստատեցում այս հարցի հետ կապված, արդյոք մաքսային ծառայողներին տեսնելու է ադրբեջանցին այդայա։ Ախր այդ հարցը գոյություն չպետք է ունենա փաստաթղթի հրապարակումից հետո։ Սրանից հստակ ոնց ասեմ, փաստաթուղթը բացեք, չեմ հիշում որ մասն է, գրված է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների մասնակից ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու անցակետային եւ միվարկյաններ բան անձնագրային եւ մաքսային կետերում վերջ Միջև մեր ըստ փաստաթղթի նշվում է, որ նաև լինելու են այլ գրասենյակներ, այլ գրասենյակ չէ։ Օպերատորը այդ երրորդ։ Ջորջան, front office, back office-ը նորմալ է։ Նախ գրած չի ոչ հայ, գրած է երրորդ կողմի օպերատոր, ավտոմատ չի նշանակում ոչ հայ, կարող է լինել ոչ հայ։ Բայց դա ընդունված ընդհանրական աշխարհում, ասենք նույն զվարթոց օդանավակայանում է, չէ՞, երբ որ օրինակ դուք արդեն մոտենում եք օդանավ մտնելուն, ոչ թե բան հայ սահմանապահն է ձեր պասպորտը նայում է վերջում բանի հետ, boarding pass-ի հետ, չէ՞, այլ ավիաընկերության ներկայացուցիչ է։ Հիմա նույն ձևով այս դեպքում trip է լինելու, ինչ որ ժամանակ է լինելու, որ ֆասիլիտացնելու են, բայց այդ front office-ի ներկայացուցիչները չեն որոշելու, իրանք զուտ ֆասիլիտացնելու են, ինչպես զվարթոցը բայց միևնույն ժամանակ սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու բոլոր համապատասխան տեղերով։ Ասեմ ավելին, նաև գրված է, որ ստուգումների ֆունկցիան այլու են սահմանապահները։ Պարոն Ռոբինյան, բայց անվտանգային ստուգումների նկատմամբ։ Այս շրջանակային հաստատի համաձայնությունից հետո են Միացյալ Նահանգների սթրիփ հաղթանացին Զանգեզուրի միջանց, հետո ասացին, որ Ադրբեջանին պիտի որոշումները այսպես ասած սեպտամոտ լինեն։ Հիմա ուզում հարցնել այդ առաջընթացի մասին ենք խոսում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս տեսակ հայտարարությունները մի տեսակ ապակառուցողական մթնոլորտ չեն ստեղծում, եթե դուք միջանցքի թեման փակում եք։ Դե միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում են Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրն ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, մեր տարածքում TRIP նախագիծն է ընկերությունը, որ ստեղծվում է 75% ունի, չէ՞, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն պետություն հարաբերություններ։
Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետև այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերությունն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքների ներողություն։ Ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում։ Նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայ է։ Հաջորդը ինչպես հեչներ ու բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հեչը վերցրեցիք։ Չէ, օրինակ եմ ասում, բայց ես միտքս ավարտեմ նոր։ Ոչ միայն ինչպես հեչներ, ինչպես հեչներ, ասենք հարավկովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահը, երբ որ մենք պայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 այսինքն եւ օտարերկրյա կապիտալ տալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի պայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26% է, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն քանի որ Հայաստանն կառավարություն ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այսինքն վաճառք թուրքերին, օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանը։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չի ունենա։